ինքը թռել է, նայել է ուր է թռնում, որ նայում եք ամբողջ շինարարական բաները այդ պատուհանի տակ ձուն է։ Ինքը երրորդ հարկից թռել է այդ ձների մեջ։ Գիտակցված, որոշված, նայել է ու թռել է։ Ջրվեժի միջնակարգ դպրոցի տնօրենը այսօր տեղի ունեցած դեպքի մանրամասներն է պատմում։ 7-րդ դասարանի աշակերտներից մեկը դասաժամի ընթացքում նետվել է երրորդ հարկի դասասենյակի պատուհանից։ Առաջին օգնություն ցույց են տվել բարձր դասարանի տղաները, հետաքրքիր էր, որ մի ակնթարթում մոբիլիզացվեցին։ Արագ կողմնորոշվել են շտապօգնություն կանչել ու երեխային հիվանդանոց տեղափոխել։ Նա ոտքի կոտրվածքներ ու ճակատի պատրվածք ունի։ Տղայի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։ Ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը։ Քանի որ դուք էլ տեսակ շինարարություն է տեղի ունենում դպրոցի մոտակայքում, պատուհանները բաց են եղել, աղբուկից ուսուցչուհին խնդրել է, որ պատուհանները փակեն, երեխաները, որ դուռը բաց թողնեն, որպեսզի դաս կարողանան անել։ Այդ ընթացքում 3 տղաներ տարբեր պատուհանների մոտեցել են, որ փակեն, մխիթարն էլ գնացել է, որ փակի, ուսուցչի մտքով ոչինչ չանցավ, որտեղ դասարան նոր էր դասապրոցեսը, հանգիստ մթնոլորտ էր, տնայները ստուգել էին, իր տնայինը կատարած, ամեն ինչ պարտաճանաչ, շատ հանգիստ, որովհետեւ խնդիր չի եղել։ Հետո ինքը մինչև շրջվել է, տեսել է արդեն ինքը կանգնած է պատուհանագոգին։ Ինքը ասել է նույնիսկ այ տղա ջան, նույնիսկ պատուհանից կատակով չի կարելի այսպես բանել, բավոր ընկնես, ինքը հետ է նայել, նորից նայել է ներքև, ասել է ինչ որ ձայնարկություն մոռացա, օհո, թե ինչ որ տենց մի բան թռել է։ Ինչու է երեխան նման բան արել։ Տնօրենը մի քանի հնարավոր պատճառ է նշում։ Խնդիրները ըստ երևույթին կամ համակարգչային խաղերն են, կամ ընտանեկան դպրոցի երեխաների հետ կապված, չեմ ուզում էլի նախաքննություն է տեղի ունենում։ Ընդհանրապես որևիցե տրամադրության անկում, ինչ որ խնդիրներ, որոնք կբերեին տրամադրություն չունենա, ինքը շատ ինքնամփոփ տղա է, բայց շատ թասիպով սպորտսմեն է։ Ուժեղ է իր տեսակով, այսինքն կարող է թռնի ու ինքը իրեն ապացուցի, ինքը կկարողանա երրորդ հարկից ցատկել, թե ոչ։ Նաև կարծում եմ ինչ որ ժամանակ առաջ ոնց որ թե համակարգչային խաղերի հետ կապված այդպիսի ընտանիքը ասեց, ակնարկեց, ես տեղյակ չեմ։ Դեպքի վերաբերյալ հարուցվել է քրեական վարույթ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով։